Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց իր հրաժարականը եւ նոր ընտրություններու նշանակման մասին։ ՀՀԳ-ի գործու նախագահը չպատասխանեց Արցախահայերու վերադարձին վերաբերող հարցին։ Մինասի ողբ 1915 գեղանկարը, Փերթացորի հերոսը Արնո Միքայելի Մկրտչյան, Զեկույցը նվիրված Արցախահայության մշակութային իրավունքներու խախտումներուն, Արևմտյան Հայաստանի աղջիկները ժամանակակից լուսանկարներուն մեջ, Լուսիկ Ակուլեցի հայ մշակույթի հոգին եւ պատկերը, ֆիլմ նվիրված Մարտակերտի հերոս Նորիկ Դանիելյանին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահությունը հրապարակեց հրամանակիր նախագահին հրաժարականի եւ նոր նախագահական ընտրություններու նշանակման մասին։ Հրամանակրին մեջ, որ դրված է սահմանադրության համապատասխան հոդվածներուն հիման վրա, նշված է, որ նախագահը հրաժարական կուտա ազգային սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն։ Ազգային ժողովի նախագահը հոկտեմբեր 15-ին պիտի հայտարարե նախագահին թափուր դեղի մասին, իսկ մինչև հոկտեմբեր 29-ը կկազմվի եւ կհրապարակվի նախագահի տեխնազուներու ցանկը։ Նոր ընտրությունները նախադեсված է նշանակել մինչև 2025 թվականի նոյեմբեր 22-ը։ Մինչ այդ Լիդիա Մարգոսյան կշարունակե գործել իբրև ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոյեմբեր 21-ը։ Նույն օրը կայացավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 39-րդ նիստը, որոնց մասնակցեցան 15 պատգամավոր արձան սեվաչափով։ Նիստը բարեց նախագահ Նելի Հարությունյան, ներկայացնելով նախագահին հրամանակիրը եւ իր հայտարարությունը նոր ընտրական գործընթացին կազմակերպման առնչությամբ։ Նիստի ընթացքին քննարկվեցավ նաեւ Արևելյան Հայաստանի մեջ ապրող հայ ազգի բնիկության ճանաչման մասին հայտարարության նախագիծը։ Նիստը ամփոփեց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան։ ՀՀԳ-ի գործու նախագահ Էլինա Վալտոնենը չպատասխանեց Արցախահայերու վերադարձի եւ անոնց միջազգային իրավունքներուն վերաբերող հարցերուն։ Ան համադեղ մամլո ասոլիսի ընթացքին, որում մասնակցեցավ նաեւ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը, դվյալ հարցին այլ ուղղությամբ պատասխանեց։ Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարին հետ եւ ՀՀԳ-ն պատրաստական է աջակցելու եւ սադարելու խաղաղության եւ թիմակայունության Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի մեջ։ ՀՀԳ-ի հadoop շեշտադրումը պիտի ըլլա այն ոլորտներուն մեջ, ուր Հայաստանը գրնա ավելցված արժեքով մասնակցել տնտեսական բաղադրիչին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ, ըսավ Վալտոնենը։ Միրզոյան ավելցուց. Մենք լուրջ ջանքեր կգործադրենք, որպեսզի մեր դեղահանված քաղաքացիները գարենան հարմարիլ եւ իրենց կյանքը վերսկսիլ կամ շարունակել Հայաստանի մեջ։ Նախքան ասուլիսը ՀՀԳ-ի գործուն նախագահը ողջունած էր Հայաստանի եւ Ադրբեջանի համադեղ թիմումը ՀՀԳ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Լուծարումը պիտի իրականացվի ոչ ուշ քան դեկտեմբեր 1-ին։ ՀՀԳ-ն պատրաստ է շարունակելու ընդլայնված համագործակցությունը այն ոլորտներուն մեջ, ուր Հայաստանը եւ ՀՀԳ-ն կրնան արժեք ավելցնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացը ամրապնդել եւ անոր շարունակական բնույթ տալ, հավատարիմ մնալով արդեն ստորագրված համաձայնագրին եւ հաստատված հարաբերություններուն։ Այդպես միայն խաղաղությունը տարածաշրջանին մեջ կրնա դառնալ գայուն, նշեց Վալտոնենը։ Հիշեցնենք, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործ նախարարները օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագիրը, որոնց մաս կգազմե նաեւ ՀՀԳ Մինսկի խմբի եւ անոր գիծ կառույցներու լուծարումը։ ՀՀԳ նախարարներու խորհուրդը սեպտեմբեր 1-ին որոշեց փակել Մինսկի խումբը եւ անոր բոլոր ենթակառույցները միաժամանակ անվավեր ճանչնալով հայ-ադրբեջական հակամարտության վերաբերյալ Մինսկի խումբի կողմէ ընդունված նախորդ որոշումները։ Լուծարումը պետք է ամբողջանա մինչև 2025-ի դեկտեմբեր 1-ը։ Նշենք, որ ՀՀԳ Մինսկի խումբը ստեղծված էր 1992-ին համանախագահող Ռուսաստան, Ֆրանսա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 2022-ի ապրիլի Ռուսիո արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը հայտնած էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարած են այդ սեվաչափով Մոսկվայի հետ գործակցութենէ։ Գերմանիո մեջ բնակող Հախ Նազարյաններու ընտանիքը հայրու ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրեց Մինաս Ավետիսյանի ողբ 1915 գեղանկարը։ Նկարը շուրջ 40 տարի պահված էր ընտանիքի հավաքածոյին մեջ, քննված հանգուցյալ ջարդարապետ Արմեն Հախ Նազարյանի կողմէ։ Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյան նշեց, որ այս նվիրատվությունը ոչ միայն հարստացուց թանգարանի հավաքածոն, այլև մեծապես կնպաստե պատմական հիշողության պահպանման։ Մարգարետ Հախ Նազարյան պատմեց իր ամուսնու ընտանիքի ողբերգական ճակատագրին մասին։
Արմենի բաբն ու ընտանիքը զոհված են 1919-ին Ակուլիսի մեջ կատարված ցեղասպանության ընթացքին, իսկ փրկված են միայն Հովհաննես եւ Համասփյուր Հախնազարյանները։ Քանի որ Ակուլիսի մեջ հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացված է, ընտանիքը որոշած է քեղանկարը նվիրել այդ զոհերու հիշատակին։ Քեղանկարը ստեղծված է Մինաս Ավետիսյանի կողմէ 1961-1965 թվականներուն որպես խորհրդանիշ հայ ժողովրդի ցավին, հավատքին եւ հույսին։ Նվիրատվության արարողությունը ավարտված է Ծիծեռնակապերտի հուշահամալիրին մեջ ծաղիկներու խոնարհումով։ Շուշիի շրջանի Փերտացորը թարերը իվեր եղած է Արցախը մայր հայրենիքին գաբող գենսական օղակը։ Թշնամին բազմիցս փորձած է հայաթափել այս ռազմավարական շրջանը, բայց Փերտացորցին միշտ պահած է իր հողն ու տունը։ 1988-ին Արցախյան շարժման օրերուն հին շենի ուսուցիչ Արնո Միքայելի Մկրտչյանը եղավ Փերտացորի ինքնապաշտպանության խորհրդի համահիմնադիրներեն։ Ան իր համագյուղացիներուն հետ կազմեց ինքնապաշտպանական ջոկատներ եւ կանգնեցավ հայրենի հողի պաշտպանության առաջնակիցին վրա։ 1991-ի մայիսին խորհրդային եւ ազերի ուժերու համադեղ օղակ գործողության ընթացքին Արնոն ցերպակալվեցավ եւ դարվեցավ Բաքու, ուր ենթարկվեցավ դաժան տանջանքներու։ Ան նահատակվեցավ 1993-ի հոկտեմբերին, իսկ անոր աջունը հետագային դեղափոխվեցավ եւ ամփոփվեցավ հին շենի գերեզմանատունը։ Հերոսի հիշադակը այսօր ալ վար է Փերտացորցիներու սրդերուն մեջ։ Հին շենի դպրոցը կգրե անոր անունը։ Փերտացորի գյուղերուն մեջ այսօր ալ կզորանա Արնոյի եւ անոր մարտական ընկերներու ոգին, հիշեցնելով թե հայրենի հողը պաշտպանելու վճռականությունը սերունդ սերունդ կշարունակվի։ Դեղի ունեցավ դեղահանություն եւ հիշողություն Արցախի ընթացիկ ճգնաժամը փանավոր պատմություններուն մեջ խորակրով միջազգային գիտաժողովը, որու ընթացքին ներկայացվեցավ զեկույցը մշակույթի իրավունքի խախտումները Արցախի հայության բռնի դեղահանության համատեքստին մեջ։ Զեկույցի հեղինակը անդրադարձավ այն ցևերուն, թե ինչպես Արցախի հայության բռնի դեղահանությունը վտանգած է համայնքային հիշողությունն ու մշակութային շարունակականությունը։ Միջոցառման ընթացքին ներկայացված էր նաեւ հեղինակի նոր լույս տեսած գիրքը, որ արժանացած է գիտնականներու մեծ հետաքրքրության։ Գիտաժողովը կազմակերպված էր Հայաստանի գիտություններու ազգային ակադեմիայի, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մշակութային մարտապանության բաժնի, Գիրարական մարտապանության գիտահետազոտական խմբակի, Հազարաշեն ազգաբանական հետազոտություններու հայկական կենտրոնի եւ Ֆրանսիայի Ինալկո համալսարանին համադեղ նախաձեռնությամբ։ Արևմտյան Հայաստանը միշտ եղած է հայկական մշակույթի եւ ինքնության կենտրոններեն մեկը։ Այսօր այդ հողերը թեև ծրված են աշխարհի տարբեր անկյուններուն մեջ, բայց այնտեղ ծնած աղջիկները կշարունակեն բահել մեր ազգային ավանդույթները։ Լուսանկարները կներկայացնեն հայուհիներ այն շրջաններուն ծնունդ ունեցող, որոնք ժամանակը պատկանած են Դելի Արտեն Բեյ Միքայելյանին։ Ժամանակին ու հողին գորուստին մեջ անոնք կշարունակեն գրել հայկական տեսքն ու ոգին, հիշեցնելով, որ հայրենիքին ճակատագրին հիշողությունը կփոխանցվի սերունդ սերունդ։ Այս հայուհիները իրենց եզակի թիմակիցերով եւ ավանդական առանձնահատկություններով ոչ միայն կփոխանցեն պատմական ժառանգությունը, այլև կխորհրդանշեն այն անխախտ կապը, որ երբեք չկտրված։ Կապը, որ կմիացնի անցյալն ու ներկան Հայաստանի գորուսյալ, բայց հավերժ կենտանի հոգին։ Լուսիկ Ակուլեցին հայ ժողովրդի մշակութային ժառանգության ամենանվիրյալ բահբաններեն մեկն էր։ Նկարիչ եւ ազգագրագետ, ով ամբողջ կյանքը նվիրեց հայկական ավանդական մշակույթին բահբանումին եւ դարացման գործին։ Ան իր ամբողջ կյանքին ընթացքին հավաքած է հայ ժողովրդի գենցաղն ու ավանդությունները ներկայացնող անկին իրեր՝ տարազներ, զարդեր, զենքեր, խեցեղեն, գորգեր։ Անոր ստեղծագործությունները ներշնչված հայկական ավանդություններեն եւ ժողովրդական լեգենդներեն այսօր կցուցադրվին բազմաթիվ թանգարաններու եւ մասնավոր հավաքածուներու մեջ։ Երևանի խորհրդային դարիներուն Լուսիկ Ակուլեցին կդարբերեր իր ազգային հագուստով, վերածվելով հայ գնոջ ավանդական գերբարի կենտանի խորհրդանիշի։ Անոր դունը Ակուլեցի դուն թանգարանը այսօր վերածված է մշակութային կենտրոնի, ուր կկազմակերպվին ցուցահանդեսներ, վարպետության դասեր եւ ավանդական հայկական խոհանոցը ներկայացնող ձեռնարկներ։ Լուսիկ Ակուլեցին ապրեցավ այնպես, ինչպես կպատկերացներ Հայաստանը գեղեցիկ, հոգեվոր եւ արմատներով ամուր։ Հայրենասիրական նյութերով ֆիլմերու հեղինակն իր նոր աշխատանքը նվիրած է Արցախյան պատերազմի հերոս Նորիկ Դանիելյանին Մարտակերտի շրջանի նշանավոր հրամանատարին։ Հեղինակը կնշե, թե իր ֆիլմերով կշարունակե անթրթվելի կերպով հիշատակել եւ ներկայացնել Արցախյան պատերազմի հերոսներու փառքն ու սխրանքը անկախ հայրենիքին մեջ տիրող անորոշ իրավիճակեն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։